Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Ստամբուլում երեկայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանը ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերը եւ երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ, նշված է հաղորդագրության մեջ։ Վարչապետի Թուրքիա կատարած այցի մանրամասները ռեպորտաժում։ Այն, որ Հայաստանի վարչապետը պետք է Թուրքիա մեկներ պաշտոնապես հայտնի դարձավ այս շաբաթ։ Այդ այցը ընդդիմությունում քննադատեցին, իշխող կուսակցությունում պատմական համարեցին։ Գործնականում վերջին տարիներին ընթացող հայ-թուրքական շփումների համատեքստում առաջին անգամ է, որ նման մակարդակով այց է տեղի ունենում Թուրքիայի նախագահի հրավերով։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ հայ-թուրքական հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Մինչ երեկոյան նախատեսված ժամին կհանդիպեին Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը, վարչապետը հանդիպես Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Եվ հենց այդ հանդիպման ժամանակ էլ վարչապետը կարևորել է այցը, նշելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը նորազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Այս մասին նշված է կառավարության տարածած հաղորդագրությունում։ Երկրի ղեկավարի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման եւ երկխոսության խորացման գործընթացում։ Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աստվածածի նաթուրանիստ Մայր եկեղեցի է այցելել, մոմ վառել, եղել նախակրթարանում եւ հայկական դպրոցում, ապա նաև Կոմիտասի արձանի առջև։ Այնուհետև վարչապետը այցելել է նաև Ստամբուլի Կապույտ մզկիթ։ Դեռ օրեր առաջ անդրադառնալով այս հարցին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի բարձր մակարդակի հանդիպման օրակարգում լինելու են թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերը։ Ուշագրավ է, որ ճիշտ այս ընթացքում Թուրքիայում է նաև Ադրբեջանի նախագահը։ Նա արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, միմյանց ներկայությամբ էլ Թուրքիայում բացվել է ադրբեջանական թաղամասը։ Ըստ պաշտոնական տեղեկության Թուրքիայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, բայց Հայաստանի վարչապետի այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարցին եւ նշել, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի իր խոսքով ասած ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին։ Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Երևանն ու Անկարան ակտիվ շփումներ են ունենում արդեն 3 տարի։ 2022 թվականին բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց այդ պայմանավորվածությունը առայժմ չի իրականացել։ Չնայած դրան հայ եւ թուրք պաշտոնյաները շատ այլ հարցեր են քննարկել այս ընթացքում, այդ թվում Անիի կամրջի վերականգնումը։ Ուշագրավ է, որ վարչապետի այցը Թուրքիա տեղի է ունենում տարածաշրջանում, մասնավորապես Իրան-Իսրայել խորացող հակամարտության պայմաններում, երբ վերլուծական շրջանակներում կարծիք հնչում է, որ այդ իրավիճակը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։ Ազգային ժողովի նախագահը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ընդհանրապես ռիսկերը չեզոքացնելու հարցում գործուն քայլերից մեկն էլ վարչապետի այցն է Թուրքիա։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել։ Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձությունները եւ մշտական երկխոսության կարեւորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը, գրել է վարչապետը։ Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին։ Իր ելույթում փոխվարչապետը շեշտել է Հայաստանը պատրաստ է նույնիսկ հիմա խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա եւ ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ, ասել է Գրիգորյանը։ Նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի եւ ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը։ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսրայելի կենտրոնական հատվածներում հնչել են օդային տագնապի ազդանշանները։ Իրանական հրթիռների հարվածների նոր ալիքը սկսվել է գիշերը, ինչին ի պատասխան Իսրայելի հակաօդային պաշտպանությունը գործի է անցել, որսալով մի քանի հրթիռ Թել Ավիվի երկնքում։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով հարվածների հետևանքով վնասվել է բազմահարկ բնակելի շենք, բռնկվել է հրդեհ։ Իսրայելական կողմը իր հերթին հայտարարել է, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա, թիրախավորելով հրթիռների պահեստների եւ արձակման հարթակների ենթակառուցվածքները։ Ըստ Իսրայելի հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների, հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի եւ Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։ Բացի այդ թիրախավորվել է նաև Սպահանի միջուկային օբյեկտը։ Շանթի համար այսօրը հոբելյանական է։ 1994 թվականի հունիսի 21-ին Գյումրիում իր հեռարձակումը սկսեց մի հեռուստաընկերություն, որը կարճ ժամանակում իր ուրույն տեղը եւ դերը զբաղեցրեց հայկական հեռուստադաշտում եւ ունեցավ համապետական սփռում։ Նախորդ տարի Շանթը իր 30-ամյակի կապակցությամբ հայտարարեց հոբելյանական եթերաշրջանների մասին, որի ընթացքում անակնկալներով լի մի շարք նախագծեր եթեր հեռարձակվեցին։ Այդ մասին է պատմում մեր հաջորդ ռեպորտաժը։ 30 տարի լինել եթերում ու այդ ողջ շրջանում մնալ առաջատար եւ օրինակելի հեռուստաընկերություններից մեկը ամենևին էլ հեշտ չի տրվել։ Իսկ ճանապարհին հանդիպած դժվարություններին դեմ հանդիման կանգնելն ու այդ դժվարություններից չընկրկելը Շանթին ավելի ուժեղ են դարձրել։ Եվ հենց այս ամենն էլ հաշվի առնելով ու անցյալը ապագայի կայացման հարցում արժևորելով շուրջ 1 տարի առաջ հեռուստաընկերությունը հայտարարեց իր հոբելյանական եթերաշրջանների մասին, որպեսզի այս տարիների ընթացքում իր ստեղծած նախագծերի ու դրանց շնորհիվ տարբեր ոլորտներում իրենց տեղն ու դիրքը գտած դեմքերի միջոցով արժևորի ու ամփոփի այդ անցած 30 տարիները։ 30 տարիներն այս 1 տարվա ընթացքում ամփոփվեցին առավոտից մինչև երեկո, շոու ծրագրերով, հարցազրույցներով, մի խոսքով, տարատեսակ, արդեն իսկ սիրված ու սպասված նախագծերով։ Եվ այդ ամենի սկիզբը տրվում էր հենց վաղ առավոտից։ Առավոտը Շանթում հաղորդման մեր գործընկերների հյուրերը նաև նրանք էին, որոնք այս տարիների ընթացքում հեռուստաընկերության հետ քայլել են կողք կողքի, իրենց ներդրումն են ունեցել որևէ նախագծի կայացման ու առաջմղման գործում։ Այդ գործում մեծ ավանդ ունեցած մարդիկ եւ նաեւ նրանք, որոնց կյանքի ուղիներում մեծ դեր ու նշանակություն է ունեցել Շանթը, հյուրընկալվում էին նաեւ կյանքի ուղիներով հաղորդաշարին ու հպարտորեն եւ առանց խուսափելու պատմում ու իրենց սրտի խոսքն էին ասում հարազատ դարձած հեռուստաընկերության մասին։ Միշտ շնորհակալ եմ լինելու որպես իմ դեբյուտ, որպես ինձ մեծագույն հնարավորություն ընձեռող Շանթ հեռուստաընկերությունը, որովհետև ես Շանթում եմ ծաղկել։ Նայեք, ես միշտ ասում եմ, այն ինչ որ ես այսօր անում եմ, վերջ-վերջո հիմքը եղել է այդ նույն Անուշիկը, ինչքան էլ որ ես ուզենամ դա հիմա ասեմ, օ, չէ, ես Անայիս Սարդարանս, ոչ, դու ոչ մեկ էիր, մինչև հայտնվելը Շանթ հեռուստաընկերությունը եւ Անուշիկի կերպար խալի։ Ես դա ասում եմ եւ չքննարկվող։ Ինչն է լավ, ուրեմն Շանթ հեռուստաընկերության, ինչի համար եմ ես շնորհակալ այս TV-ին մշտապես։ Շանթ հեռուստաընկերությունը հետագայում երբ անցա արդեն կիսաեզրափակիչ, եզրափակիչ փուլ, իդեպ հենց կիսաեզրափակչից, հոգում էր իմ կացության հարցը, ճանապարհածախսը։ Շանթը այն TV-ներից էր, ովքեր չէին տանում, հասցնում այդ բարդ ճանապարհին ու այսպես բաց թողնում, ասում գնացեք եւ ձեզ գտեք այս ասպարեզում։ Մինչև վերջ, ինչով որ կարողացավ TV-ն օգտակար եղավ բոլորին։ Նրանցից շատերին այս ընթացքում արդեն այլ տեսանկյունից եւս տեսակ ու լսեցիք Շանթի երեկոյան շոու ծրագրում։ Հատուկ 30-ամյակի առիթով երեկոն Շանթում ծրագիրը ամիսներ շարունակ հեռարձակվեց 30 տարի Շանթում խորագրով։ Հոբելյանական այս նախագիծը հյուրընկալեց նրանց, որոնք իրենց ճանապարհը հենց Շանթում են սկսել։ Այդպիսի խոստումնալի սկիզբ հեռուստաընկերությունն այս տարիների ընթացքում նաև բազմաթիվ երիտասարդների համար է ապահովել իր երաժշտական նախագծերով։ Առաջինը լեգենդար հայ սուպերստարներ։ Եվ ուրեմն էլ ինչ հոբելյանական եթերաշրջան առանց այդ մեծ առաքելություն ու գաղափար ունեցող նախագծի։ Հայ սուպերստարի 6-րդ եթերաշրջանն արդեն իրականություն է։
ձեր էկրաններին դարձյալ նոր դեմքեր են, որոնց համար հեռուստաընկերությունը հավատարիմ իր առաքելությանը նոր հնարավորությունների դռներ է բացում։ Այդպիսի հնարավորության դռներ միայն երաժշտական նախագծերով չէ, որ բացվել են։ Հենց Շանթի նախաձեռնությամբ շուրջ 10 տարի առաջ Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների մասնաճյուղ բացվեց, որ գյումրեցի երեխաներն ու պատանիները ձեռք բերեն հմտություն ու փորձառություն, որ իրենց իսկ ուժերով ապահովեն արժանապատիվ ապրելու եւ հայրենիքին օգտակար լինելու իրավունքը։ Գյումրիի Թումոն արդեն 10 տարվա պատմություն ունի, որի մասին մանրամասն դարձյալ հոբելյանական եթերաշրջանի շրջանակներում Արտակ Հովհաննիսյանի ֆիլմն է պատմելու։ Գործընկերս մեկ այլ ֆիլմով էլ պատմելու է նաև Թումոյի շրջանավարտներից Հովիկի մասին, ում շատ տարիներ առաջ հենց նրանց վագոն տնակում էր հանդիպել եւ ում ընտանիքին եւս տաքուկ բնակարան տեղափոխվելու հնարավորություն էր ընձեռվել։ Վստահ եմ հիշում եք, հենց Հովիկի համակարգիչ ունենալու երազանքը, որը դեռ այն ժամանակ թղթի վրա էր, դարձավ մի մեծ ֆիլմի գաղափար եւ ստեղծվեց Թղթե երազանք ֆիլմը, որը եթեր հեռարձակվելու առաջին իսկ օրվանից չէր իջնում վարկանշային ամենաբարձր սանդղակներից։ Իսկ որտեղ են ֆիլմի իրական հերոսները եւ ինչ ճանապարհ են անցել։ Գործընկերս այդ մասին էլ է պատմելու։ 44 օրյա պատերազմից հետո, այսպես է մայրիկը ասաց Հովիկը, սարսափելի ապրումներ է ունեցել։ Պատերազմին նաև Հովիկն է մասնակցել։ Զորացրվելուն մնացել էր 4 ամիս, երբ եկավ սեպտեմբերի 27-ը։ Հովիկը մի քանի անգամ հրաշքով է փրկվել, առաջին անգամ հոկտեմբերի 2-ին, երբ հայտնվել էր հրետանային կրակի տակ։ Հովիկի այս պատմությունը մինչև վերջ լսելու հնարավորություն կունենաք հենց այս շաբաթօրը։ Կլսեք ու կտեսնեք ոչ միայն նրան, այլև Թղթե երազանք ֆիլմի մյուս իրական հերոսներին։ Կիմանաք, թե ինչպես է դասավորվել նրանց կյանքն այս ընթացքում։ Իսկ 30 տարիների ընթացքում ո՞րն է եղել Շանթի հաջողության բանալին։ Այս հարցի հետևից էլ Քրիստինե Ալագուլյանն է գնացել եւ դարձյալ այս շաբաթ ձեզ կներկայացնի հեռուստաընկերության տարեգրության տարբեր դրվագները։ Այսքանով սակայն չի եզրափակվում մեր հոբելյանական եթերաշրջանը։ Արտյոմ Երկանյանն էլ իր հերթին է բացահայտելու Շանթի հաջողության գաղտնիքը, թե ինչի շնորհիվ է հեռուստաընկերությունը կարողացել մայրաքաղաքից հեռու դժվարին իրավիճակում հայտնված քաղաքում սկիզբ առնել ու այսպիսի ճանապարհ անցնել։ Ահա մեկ տարի շարունակ ձեր էկրաններին հոբելյանական այսպիսի եթերաշրջաններ էին, անակնկալներով ու անսպասելի զարգացումներով, եւ որ ամենակարևորն է հավատարիմ Շանթի առաքելությանը։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։ Անցած տարվա հեղեղումները Լոռիում ոչ միայն ավերեցին ենթակառուցվածքներն, այլև փոխեցին կյանքի բնականon հունը։ Հեղեղումներից ամենաշատը տուժել էր Քարկոփը, շուրջ 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը բացառություն չէր։ Լամինատե հատակ ամբողջովին վնասվել էր եւ այդ խոնավությունը անգամ բարձրացել էր պատերի մինչև այս հատվածը։ Քարկոփի աղետից հետո մեր պարտեզը ավերվեց, քանի որ երեխան պարտեզից է հիմքը դնում կրթության։ Դրա համար ստիպված որոշել ենք երեխաներին տանենք կողքի գյուղ մանկապարտեզ։ Ինքս տրանսպորտ չունեմ եւ ասենք տանել բերելու խնդիրն է եւ իմ աշխատանքի հետ ես չեմ կարողանում ժամանակ տրամադրեմ, որ երեխային հասնեմ մանկապարտեզ։ Գյուղացիների կողքին կանգնելու նպատակով Վիվան նախաձեռնել էր շենքի վերանորոգումը։ Արդյունքում մանկապարտեզն այսօր կրկին իր դռներն է բացել համայնքի փոքրիկների համար։ Երեխաները հնարավորություն ունեցան սեփական բնակավայրում հաճախել մանկապարտեզը, որտեղ աղետից հետո տարբեր բնակավայրերի մանկապարտեզային հաճախում երեխաները կամ չէին հաճախում։ Հեքիաթ մանկապարտեզն իր դռները բացել է փոքրիկների համար։ Երեխեքը քնացել, պատրաստում ենք ճաշ, կարտոֆիլով պյուրե։ 18 աստիճանից ավել տաք դեռևս չէր եղել Քարկոփի դպրոցում, վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով այլևս չեն տաքացվի դպրոցի դասասենյակները, քանի որ Վիվան լուծել է նաև դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը։ Սա բավական է, որ մեր դպրոցը ողջ ձմեռային սեզոնին ջեռուցված լինի։ Վիվայի գլխավոր տնօրենի խոսքով այս վերանորոգումները միայն տեխնիկական հարց չեն լուծել։ Գուցե շենքի վերանորոգումը կամ ջեռուցման ապահովումը տեղավորվում են մտածողության այդ տիրույթում, սակայն մենք ձգտել ենք ավելի կարևոր արդյունք ապահովել՝ մանկության եւ երիտասարդության տարիների հիշողությունները դարձնել ավելի լուսավոր։ Դա կարևոր է մարդու հետագա ամբողջ կյանքում համարձակ նպատակներ սահմանելու եւ դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար։ Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ միջավայրը նպաստելու է այդ ամենին։ Վիվայի աջակցության շնորհիվ բարդ հիշողությունները
քննարկությունների ժամանակաշրջանն ավարտվել է։ Քարկոփի դպրոցը եւ մանկապարտեզն արդեն պատրաստ են նոր ուսումնական տարվան։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։